Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը 2025 թվականի փետրվարին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը, որպես անշարժույթ ազգային ժողովի փոխնախագահը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է, որպես տարեկան եկամուտն հայտարարագրել է 14.218.743 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից եւ 78.750 դրամ աշխատավարձ Երևանի պետական համալսարանից։ Արշակյանը 100% բաժնեմաս ունի Araxis Engineering ընկերությունում։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 756.647 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 2.5 միլիոն դրամ եւ $10,000։ Ազգային ժողովի փոխնախագահի կինը Իզաբելլա Թադևոսյանը որպես անշարժույթ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում եւ մեկ այգետնակ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես շարժական գույքն տարեսկզբում ունեցել է 2010 թվականի արտադրության Mercedes-Benz Magnish ավտոմեքենա, որը սակայն տարվա ընթացքում մոտարել է։ Որպես տարեկան եկամուտ Թադևոսյանը հայտարարագրել է 12.750.828 դրամ աշխատավարձ Սինոպսիս Արմենիա ընկերությունից, 3.860.000 դրամ գույքը օտարելու ստացված եկամուտ Կարեն Հովհաննիսյանից, 359.682 դրամ ապահովագրական հատուցում FS ընկերությունից եւ 1.229.295 դրամ եկամտային հարկի վերադարձ ու 600.000 դրամ այլ եկամուտներ ֆինանսների նախարարությունից։ Թադևոսյանը $27,000 բաժնետոմս ունի Սինոպսիս Արմենիա ընկերությունում, նաև 40% բաժնեմաս Dreambox եւ 48% բաժնեմաս ES Studio ընկերություններում։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 388.000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 5 միլիոն դրամ։ Խորհրդարանի փոխոսնակի կինը հայտարարագրել է նաև 4.480.000 դրամ ուսման կամ այլ դասընթացի համար վճարված վարձավճար։